Դեպի կործանում ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Երեք տեսա, որ մի մասը հասկացել է ինչի մասին է խոսքը, իսկ մի մասը դեռ հաչում են, որ սրան ընտրել, նրան ընտրել, սա ընտրությունները եւ այլն։ Եվ մի լակոտ էլ հաթաթա է տալիս, կտեսնես ինչ ենք անելու քեզ հետ, ինչ ես անելու այ ոչխար։ Ինչ կարող ես անել, այ աննասուն, երբ որ դու ինքդ ոչխար ծառա ես։ Հիմա քննարկենք, որպեսզի պարզ լինի։ Նախ Ռոբիոն եկել էր Երևան։ Ինչի է Ռոբիոն եկավ Երևան եւ այս Արագածի հետ ստորագրեց այդ փաստաթուղթը։ Այսինքն Հայաստանը կիսում են, սրանք եկան, որ այս փայը մերն է, հանքերն են մերը, որը Հայաստանի հանքերը հազվագյուտ հանքեր են, իբր Հայաստանում էլ պետք է թվային տեխնոլոգիաներ մտցնեն, նախ հասեք մտցրեք և թող այդ թվային տեխնոլոգիաները մտցնեն Իջևանի շրջանում, այդ Լորվա դեպի Ադրբեջան, այդ շրջանում Զանգեզուրում, դեպի Ադրբեջանի և Նախիջևանի կողմը, այդ կողմերում, թող այդ գործարանները քիփ սահմանին կառուցեն և ապահովեն ժողովրդի անվտանգությունը։ Հետո երբ որ այդ գործարանները կաշխատեն, այդ հիմնարկները, դրանից հետո հանքերը և Տրամպի ուղին։ Իսկ սա նշանակում է, որ եկան, ինչպես ասում են, գրպանները մի հատ էլ ծակ մկրատով ավելի կտրեցին և տարան իրենց ուզածը։ Ես այստեղ մանրամասը չասեմ, եթե ասեմ երկար ու բարակ ֆիլմ պետք է լինի։ Հասկացողը այսպես թե այնպես հասկանում է ինչ են անում, չհասկացողը չի հասկանում։ Եվ այս նկարն էլ չհասկացա, ինչի հենց այս նկարի դիմաց են նստած։ Այս նկարը պարզ լրիվ չէր էլ երևում։ Կա ավելի հայկական, ավելի բարձր մակարդակի նկարներ, որը կարող էին ներկայացնել ոչ թե սա։ Բայց այժմ քննարկենք այն ամենը, ինչին տանում են։ Այստեղ թող այդ մի օգտատերը ների, որ այս մակնիկը չի երևալու, այլ երևալու է այլ միջոց։ Ինչ են կատարում մեր հայերիս նկատմամբ։ Հայաստանը դարձրել են եզը։ Սրանք գալիս են իրենցը տանում, իբր պաշտպանելու են։ Սա էլ այստեղից հաթաթա է տալիս, որ գնաք սրա կողմը, ինձ հետ գործ չունեք։ Երբ որ սա ուտելիքի և գազի ճանապարհը կփակի, սրանք, ինչպես ասում են, զադնի կդնեն, նրա համար, որպեսզի մենք ավտոմատ ընկնենք Ադրբեջանի ու Թուրքիայի թակարդը։ Սա ամբողջը սցենարը գրված խաղ է, որը կատարում են։ Եվ մի կողմը դուռը բացում են, որ արի ներս արի, մենք քեզ Ամերիկա ենք տանում, հենց արդեն մոտենում ես այստեղից ասում է, բա դու ինձից էլ ատոմակայանի այդ հումքն ես ստանում և ուտելիք, մեզ հետ կապված ես, ես էլ ես դուռը կփակեմ, դու արդեն հասել ես այստեղ, որ այստեղով ներս մտնես, այս դուռը փակ է, միայն երկու դուռ է մնում, մեկը Ադրբեջան, մեկը Թուրքիա։ Այս ամբողջ խաղի իմաստը դա էր, որպեսզի մեզ եզի տեղ դրած տանեն այս ճանապարհով։ Եվ այստեղ ինչ է տեղի ունենալու։ Այստեղ տեղի է ունենալու ամենագլխավորը։ Նիկոլը վերընտրվելու է, դա 100%, և Նիկոլին դրանից հետո դարձնելու են Տիգրան մեծից էլ մեծ, Քրիստոսից էլ մեծ։ Ինչի համար, քանի որ անասուններ են հավաքելու և անասուններն ասելու են,
տեսակ ռուսները մեզ դեն նետեցին, մի քանի 100,000 էլ Ռուսաստանը հայերին կքշի Ռուսաստանից, տեսակ Ամերիկան ու Եվրոպան ինչ կեղտոտ էին, ու տեսակ մեր Նիկոլը գտավ ճանապարհը, մեզ տարավ Ադրբեջան ու Թուրքիա, ու տեսակ փրկվեցինք, սովից փրկվեցինք, բայց դուք դառնում եք ադրբեջանցիների ու թուրքերի զուգարան մաքրող տականքները, որոնց զզվելու են նույնիսկ ձեր կողքով անցնեն, բռնաբարելու են Հայաստանը դառնալու է մի պոռնկատուն, ինչպես Կուբան էր նահանգների համար մինչև Կաստրոն, և դրանից հետո էլ նորից նույնն է։ Հայաստանը դառնալու է մի պոռնկատուն, գալու են էժանագին $10 սարքեն ձեր աղջիկներին կանաց ու գնան, թեքելով ձեր վրա։ Երբ որ ընդունել եք եզի վիճակ, ամեն ինչ տանում է դրան, բայց այժմ, որպեսի փաստերը լրիվ փաստավորված ապացուցեմ այս ընտրությունները, անցնենք ավելի առաջ։ Նախ, այս պահից ես ոչինչ չեմ ասում, դուք դիտում եք այս նկարները, Կոկոլի ընտրարշավ, դիտում եք նկարներ, մարդիկ հավաքված ծափ են տալիս, ուրախացել են, միայն այս մարդն է, այստեղ, և կարելի ասել 1000 հոգուց մեկն է, որ իրոք հայ է և մտածում է, որ պետք է սատկացնելու դեն նետել կամրջի ցենկում։ Այս մնացածը, գլուխներն ուռածները, սա և մնացածը, սրանք բոլորը ծախված են, բայց այս մասին չէ խոսքը, նայեք ընտրարշավը։ Կոկոլի սամուն, համար 3, այդ տաշիր սամու կոչված, նայեք այստեղ նաև ուսուցիչներ, նաև պաշտոնյաներ շատ, պաշտոնյաներ, ուսուցիչներ և ամբոխը հավաքված, անցնում ենք առաջ, դիտում եք Կոկոլի դոդիկին, այսքան մարդ նույնիսկ Նիկոլի ժամանակ չի հավաքվում, և երեկ էլ ցուցադրեցի, և նայեք ինչ ծախսեր է, ինչպես է հավաքում իր 4 կողմը մարդկանց, իսկ Նիկոլը մի գրուզավիկի վրա կանգնած հաչում է և մի քանի հոգու պերաշկի բաժանում, թե թուրքական կանֆետեր ինչ էր, այս էլ նկատեցիք, նայեցիք լրիվ նկարը, հիմա ազգային ժողովրդական բևեռը, երբ որ բարձրացնում էր Վիլսոնյան Հայաստանի հարցը, հանրահավաք 25 թվականին, ընդամենը 2000 հոգի էլ չէր հավաքվել, մի քանի 100 հոգի մարդ էին հավաքվել, և այստեղ կանգնեցնում եք և մտածում, ինչ է այս ամենը այսպես ցուցադրեցի, ինչն էր նպատակը, ինչը դուք դա լավ չեք հասկանում, կամ ընդհանրապես այստեղ ինչը դուք չհասկացաք, այժմ բացատրում եմ, բացատրությունը սկսում ենք այս կետից, երբ որ ԱԺԲ-ն բացի Ազատության հրապարակից այլ քաղաքներում նույնպես անց էր կացնում հանրահավաքներ, ես այդ ամենը հետևում էի, և թե նրանք ինչ ճար պետք է ասեն, ովքեր են այնտեղ հավաքված։ Ինչ նկատեցի։ Նկատեցի, որ շատ քիչ մարդիկ են, կամ թոշակառուներ են, կամ չաշխատող մարդիկ են, որոնք այդտեղ հավաքված են։ Եվ մի քանի ֆիլմ առաջ շեշտել եմ նաև, շատ դանդաղ եմ ասում, որպեսզի հասկանաք, թե այստեղ ձեզ որտեղ են թակարդը գցում, թե պետ արդեն են քերիչները գնացել են Նիկոլից, այդ Սամոյից, Դոդիկից, իրենց 10,000, 15, 20,000 դրամներն առել ուրախությունից պայթում են, քանի որ չկա այստեղ ասկ,
Սրանք հայ ազգը ներկայացնողները չեն, եւ այս թափթփուկներին ասեմ, որ Եվրոպայում դուք անելու բան չունեք, եթե մտածում եք Հայաստանը վերանալու է փախչեք, Եվրոպան ձեր նմաններին չի ընդունել, նույնիսկ Աֆրիկայից կամ Սիրիայից փախածները, ինչ որ գումար կար, հագուստ կար վրաները, մարդաշնորհ կար վրաները, դուք նայելով զզվանք ապրում ես ամենը, թե դուք ձեզնից ինչ եք ներկայացնում, ինչ եք դարձել այդպիսին, կամ ով եք դուք, միգուցե դուք հայ չեք Հայաստանը, եւ ապացույցներն էլ կան, որ հայ չեք, դա ասեմ հունիսի 1-2-ին, մինչև ընտրությունները, որ հայ չեն մեծ մասը, այստեղ գտնվողները։ Հարցը նրանում է կայանում, սա ամենակարևոր հարցերից մեկն է այս ֆիլմում, հարցը կայանում է նրանում, որ Նիկոլը ոչ թե բռնել էր, Նիկոլը շատ քիչ է անցկացնում, շատ քիչ մարդ է Նիկոլին այս ընտրարշավում մոտենում եւ շատ քիչ մարդիկ կան, կամ գալիս է ձեռքը համբուրում, կամ Տիգրան Մեջյան եւ այլն, եւ այս անասունները հեռանում են այդտեղից, ասում եմ միայն մեկ մարդ կար, որը իրոք մարդ էր, այսօրվա դիտասներից մեջ միգուցե սա 10 օրվա մի ամս առաջվա ֆիլմ է, ես նման բաները երկար չեմ ելել, բայց այժմ վերադառնում ենք Կոկոլի Սամոյին, Տաշիր Սամո կոչված է տականքությանը, այսքանը որտեղից են հավաքվել, չէ որ Նիկոլի ժամանակ, երբ որ ԱԺԲ-ն միտինգներ էր անցկացնում, նույնիսկ մարդիկ այս մայթով անցնելիս Նիկոլի նկարիչները նկարում էին, որ գիտես աղջիկդ աշխատում է, դու ինչ գործ ունեիր այդ միտինգում, այդ մարդն ասում է պատահական եմ այդտեղ հայտնվել, գտա մի անկյուն փախա այդտեղից, կամ ներում են, կամ չեն ներում, կամ գործից հեռացնում են, բայց արդեն ձեզ համար սա կասկած է, որ ուսուցիչներ, բարձր գործի, պաշտոնյաներ, բոլորը հավաքված են Կոկոլի Սամոյի այս հանրահավաքներին, ավելի շատ քան Նիկոլի ժամանակ։ Եվ հիմա հասկացաք, որ Նիկոլը սրանց գործից չի հեռացնում, քանի որ Կոկոլի Սամոն եւ Կոկոլի Դոդիկը, դրանք Կոկոլի քվյաթերթիկների քանակն են ավելացնում, ինչ տարբերություն դնես Դոդիկի տակ, այդ Սամո կոչվածի տակ, թե Նիկոլի տակ, բոլորը սա Նիկոլ է, քանի որ այս անձնավորությունները, նայեք բոլորին, ովքեր կային, եւ խանութների աշխատողներ, եւ դասատուներ, եւ տարբեր կառույցներում աշխատողներ, այդ ինչպես եղավ, որ բոլորը այստեղ հայտնվեցին, իսկ Նիկոլը հենց ԱԺԲ-ն կամ մեկը ելույթ էր ունենում, բոլորին դատ էր տալիս կամ գործից հեռացնում։ Հիմի կասեք, բա Սամոյի գործարանի աշխատողներն են։ Նիկոլը թե Սամոյի վրա, թե Դոդիկի վրա կարող էր տարբեր գործեր գտնել եւ թեկուս հենց այս օրերին նրանց փակել ու ասել հրաման տուր զորքիդ, որ դուրս չգան, թե չէ հերներդ կանիծեմ, թող բոլորը գան իմ հանրահավաքի։ Բոլորդ էլ դա գիտեք, այսինքն այստեղ արդեն այս պորնիկները, սա եւ այդ Տաշիր Սամո կոչվածը, որը իբր եկել է Հայաստանը փրկելու, հասկացաք արդեն, որ Նիկոլի այդ նկարիչները կամ ԱԱՑ-ն չի տանում իրեն մոտ ոչ այս տականքին, ոչ այս տականքին, ոչ սրան, ոչ մեկին, ոչ սրան, ոչ որևէ մի դասատուի, որևէ մի աշխատողի, որ գործից կհեռացնենք, ինչ գործ ունեիք այդտեղ, բայց այս ժամանակ հեռացնում էր եւ մարդիկ վախենում էին այստեղ հավաքվեին, քանի որ սա իրոք Հայաստանի փրկության հարց էր Վիլսոնյան Հայաստանը, իսկ այստեղ Նիկոլի հետևն են պաշտպանելու սրանք բոլորը, դրա համար
Նիկոլը գործից արդեն չի հեռացնում ոչ Դոդիկի միտինգներին գնացողներին, ոչ Տաշիր Սամոյի։ Ինձ թվում է հասկացաք, որ ես միայն փաստերով եմ խոսում, ես չեմ խոսում օդից կախված կամ չեմ խոսում այնպես, որ ձեզ շփոթության մեջ գցեմ, ինքներդ մտածեք, միգուցե այստեղ էլ եմ խաբում, ինքներդ մտածեք, ես ճիշտ եմ ասում, թե սուտ։ Բոլորդ էլ գիտեք, եւ հատկապես բարձրակարգ ոստիկանները սկսած լեյտենանտից մինչև մայոր, ձեր բարեկամները, եթե պատահական, նույնիսկ ձեր խնամիները անցնում էին ԱԺԲ-ի կամ այլ միտինգի կողքով, ոնց էին ձեզ նալու մեխի արանք դնում, որ գործից կհեռացնեն, իսկ հիմա ես ինչ է կատարում, կասեք ես էլ եմ սուտ ասում, կամ ես լրիվ սուտ է այս ամենը տեղի չի ունենում, որ քաղաքում նայում ես Տաշիր Սամոյի համար 100,000-ավոր մարդիկ են հավաքված, իսկ Նիկոլը այստեղ լուռ է, Նիկոլը մի պորտման փոքրիկ այդ մաստակա տալիս, ինչա տալիս երեխեքին ու այդքանով վերջացնում, ինչի է Նիկոլը նաև դուս եկե, չէ որ սա Նիկոլի համար է այս ամենը աշխատում, թե Կոկոլի Սամոն, թե Կոկոլի Դոդիկը, բայց Նիկոլը ինչի է դուրս եկել, որպեսզի չհասկանաք, որ Նիկոլի համար են սրանք աշխատում, բայց այստեղ, քանի որ խարդավանք է սա, չկարողացան ծածկել, որ ում բերեին արդեն դնեին այստեղ, եթե ոչ աշխատողներ եւ այլն։ Հիմա էլ կասեն, տեսակ Նիկոլը չկարեցավ Տաշիրին նստեցներ, Տաշիրի աղբոր տղեն էլ հաթաթա տվեց Նիկոլին, հիմա Տաշիրի աշխատողները, իրական Հայաստան սիրողները որքան են այստեղ հավաքվել։ Եթե ուզում եք ճիշտ հասկանալ աշխարհը, նաև դիտեք այս մարդուն։ Մի մասը չեք էլ հասկանա, 1 ժամից ավել նախորդ ֆիլմում ուղարկել են ինձ նորից սա, բայց ես էի նախ տեղադրում, հիմա ինձ են ուղարկել, նայեք 2 տեղ նախորդ ֆիլմում տեղադրված է իր այս ֆիլմը նույնը, դիտեք միայն այս ֆիլմը, մի ժամ 12 րոպե է կարծեմ, մի քիչ կտրվեք ձեր հիմարություններից, դիտեք, որպեսզի հասկանաք ինչ են նախատեսել մեզ համար։ Նաև այստեղ ասեմ, Փնթի ինքնակոչները, այս երկուսի մասին է խոսքը, այս մեկը վերջերս մի 2 բառ լսեցի, ամեն հարցում Տրամպը սխալն է, Պուտինը սխալ է, նա սխալ է, ու իրեն այնպես է ներկայացնում, որ ինքը ամեն ինչ գիտի, այ որ ինքը լներ, Նիկոլի տեղն էլ սենց կաներ, Տրամպի տեղն էլ սենց կաներ, նրա տեղն էլ նենց կաներ, եւ այդ Նոյամբ Տապանում նաև խոսեց, որ դասախոս է աշխատում, մեռնեն են երեխեքը, որ սա դրանց դաս է տվել, ու այդ ծնողները, որ Ռուսաստաններում, արտասահմաններում ոռ են տալիս, որ այդ դոլարները հավաքեն, որ իրենց երեխեքը կան, սրա աննասունությունները լսեն, կամ սա Նիկոլի վաղեմի ընկեր է, այդ ոնց եղավ, որ Նիկոլին ընկեր չես, հիմա էլ նորից այդ կոալիցիայի մեջ գնում ես Նիկոլի հետևը փրկելու, մինչև այդ հակառակը էր խոսում։ Տեսնում եք, որ բոլորը վերևից ներքև բոլորը սրիկա, բոլորը անգրագետ եւ բոլորը ծախված են։ Այժմ քերիչները 10,000 դրամ են տվել, ու այս ֆիլմը նկարել։ 10,000 դրամով ծախված ձեր թորները, ձեր ծորները, ձեր երեխեքը, ձեր վրա մի անգամ չեն թքել, թե դուք ով եք, կամ այստեղ ես ջահելություն, ահելություն հավաքվածները, կամ այստեղ ես կինը խնդրում է այնտեղ էլ սրա ջանին ինչ-որ մի երկուսը կային եկել էին, տղես պատերազմի ժամանակ զոհվել է, տղետ պատերազմի ժամանակ չի զոհվել, նման բան չկա, սա վիրավորանք չի եւ ես սուտ չեմ ասում, հիմա կասեմ, Նիկոլը ձեր
Սավակներին տարելա սատկացրելա հատուկ 7 միլիարդ դոլարի, որ ինքը Քորշունը, Քոչվորն ու Նարիմանովը դրել են գրպանները և ձեզ մի քանի կոպեկ ա տվել, որ սատկացրելա, որ երևա, որ իբր պատերազմ ա, հասկացաք, իսկ այդ դոլարները իբր Նիկոլե, միգուցե ճիշտ ա դա, ես դա չգիտեմ, ես այդ մասին չգիտեմ, ինչ-որ 5 միլիոն դրամ են տալիս, դա երևի 20,000 դոլարի կարգի թիվ ա, եթե 20,000 դոլար ա տալիս, կամ տվել այդ զոհվածներիդ ընտանիքներին, բա մեկիդ մեջ, մեկը չկար 5,000-ը դրանից դներ, մի հատ լավ սնայպեր առներ ու Նիկոլին գյուլեր, ասեր առեստ 15-ներ վերցր արդեն ես իմ վրեժը լուծեցի, թե միշտ քերի չեք աշխատելու, հետո գրում են, դուք էլ եք սուտ խոսում այդ 111-ն էլ, խալթեցին, ոչ ձեր մակարդակն ունի, կամ նա ոչ ելույթ ա ունեցել, ես եմ նրանց անունից մի քանի բառ ասել, որ դզվեք, ձեզ մարդավարի պահեք, մարդ կոչվեք, ես ինչա ջահել լակոտ լուկոտը հավաքված, որն ա իրեն տղամարդու պես պահում, սրա կողքին ինչ գործ ունեին։ Հիմա որևէ մեկը կարակ ասեք, էշը ներքևինն ա թե վերևինն, իսկ ամենակարևոր պահը էստեղ, տարածությունը դա պետություն չի, Հայաստանը դա տարածություն է, եթե տարածության մեջ չկան գործարաններ, եթե տարածության մեջ չկա իմպորտ, որը ավելի շատ է, քան էքսպորտը, որը ավելի շատ է, քան իմպորտը, եթե մարդկանց 90%-ը ծայրաստիճան աղքատ է, եթե այդ պետության հանքերը գողանում է օֆիցիալ ձևով սահմանադրությամբ կառավարությունը, այդտեղ երկիր չկա, դա տարածություն է, անապատ տարածություն է, և երկրորդը, այս սահմանադրությունը բրուտը իբր Վենետիկի այդ հանձնաժողովը թե ինչ էր դրանց դրդմամբ եվրոպական մի շարք երկրներ են ընդունել դա, այդ միացյալ Եվրոպան, որ ստեղծեց բրուտը, հետո իրենք դուրս եկան, դա նույնպես նրա համար է, որպեսզի Եվրոպան կառավարվի իրենց կողմից, միացյալ, էլ չգան ասեն, Հունաստան քեզ առանձին դու ես կանես, Ֆրանսիա դու ես կանես, Գերմանիա դու ես կանես, Ռումինիա դու ես կանես, չէ, միասին ենտեղ ասում են դրանց շեֆին, ես կանեք ու վերջ, և բոլորը գնում են այդ ճանապարհով, այսինքն կենտրոնացեց և երկու մարդու միջոցով կամ մեկ մարդու միջոցով արդեն կառավարում է ամբողջ այդ 500 միլիոնանոց Եվրոպան, հիմա էլ մեծ թուրանը կստեղծի մի մարդու միջոցով կկառավարի, որի մեջ մենք կմտնենք և հետո կփախչենք աշխարհի տարբեր տեղեր, Հայաստանը կվերանա, իսկ այս սահմանադրությունը նաև նրանով էր վատ վարչապետական, երբ որ տարբեր երկրներ նույնպես սա ընդունեցին եվրոպական, բայց նախագահը ընտրվում է, եթե ազգային ժողովն ու վարչապետը շատվոր են լինում մեծամասնություն և իրենք կատարում են ինչ-որ մի կեղտոտ քայլ, դրա համար ժողովուրդն էլ ընտրում է նախագահին այլ կուսակցությունից կամ այլ հայացքների դեր, նախագահը չի ստորագրում, այսինքն դա արդեն օրենքի ուժ չի ստանում, իսկ Հայաստանը տվել եք Նիկոլին, ասում եք Նիկոլ ջան, ինչ ուզում ես արա, Նիկոլն էլ գլոբալիստների, բրուտի ծառաների կողմից տականք է, ինչ ուզում է հետ էլ անում է, բա հետո ինչ եք ուզում, և այստեղ նաև ինչի համար սա դրեցի, ասեմ, որտեղ էին այդ իրեք տականքները, հիմա գտնեմ,
Այս երեք քերիչները սրանց տարեքին նայեք եւ Նիկոլ Գովալուն եթե տարիքն առած մարդը արդեն աշխարհը չի հասկանում եւ ոնց կարող ես այս իրեքին իրար գումարած խնայես 1 լիտր բենզին չլցնես ու վառես եւ ինչպես ես մարդուն ձեռքը չհամբուրես ասես շնորհակալություն իրական հայ տարբերությունը զգում եք որ Հայաստանում էլ հայ չի մնացել սրանք աննորմալ մի տեսակ են որին արքայից արքա խոբը բոլորին դնում էր ոչնչացնում կենթանի լցնում էր փոսերը վրները հող լցնում որ այդ տեսակը Հայաստանում գոյություն չունենա որ այս տեսակը չլինի մանուկ թե մեծ բոլորին վերացնում էր դրա համար նրա ժամանակ հայը դարձավ հայ եւ այդ գենը աճեց որից հետո ինչպես նշեցի վիկինգներին զոհ գնացին վիկինգները նախ պոռնիկներ էին բերում իրենց կանած բերում էին հայերը սարքում եւ ուրախանում էին դրանով հետագայում էլ գիշերները սկսեցին գլուխները կտրելով գալ մինչեւ հասան արդեն այս 30,000 կիլոմետրին դրանից հետո էլ թուրք ազերի պարսիկ այդ բոլոր պատերազմների ժամանակ դարձան խեղճ ու կրակ լացլնող հիմա էլ լացլնելով 10,000 դրամը ստանում են ուրախ սրանց ինչին գաս փրկես դրա համար պետք է հարմարվել նաև Խալթեցու ասացին ինձ պետք չէ Հայաստանը բնակը ինձ պետք է մեր էթնիկ հողը երբ որ դրանք վերանան ես իմ էթնիկ հողը կփրկեմ իսկ դուք իրեն պետք չէ քանի որ դուք տականք եք դուք ոչնչություն եք էլ բառ չկա ասել եւ այս սահմանադրության ժամանակ երբ որ ամիսներով խոսում էի ասում էի դեմ քվեարկեք սահմանադրությունը մեծ շուկով անցավ Հայաստանում եւ ոչ ոք էլ չասեց սովորական մարդը 10,000 դրամ են վերցրել բայց այդ հանքերից օգուտը ամեն մարդու համար է $35 տարվա ընթացքում $12,000 մինչև $27,000 գումար կունենայիք ամեն մեկը մեծից փոքր Հայաստանում եւ այդ բոլորը տարան հիմա էլ պետական արդեն 11 տարի է ընդունել են որ կառավարությանն է սա Նիկոլինն է այդ հանքերը գետնի տակ ինչ գտակ դա Նիկոլինն է կես մետրից ներքև եթե ձեր տանը ձեր հողամասում փորեցիք ոսկի գդակ թե նավթ գտակ դա բոլորը Նիկոլինն է կարևորը մարդ պատրաստելն է իրական ճշմարիտ ուսում որպեսզի կարողանաս տալ Սերս մնալ դրսի համակրանքին, ինչպես ասացի խոբից հետո, այդ համակրանքով էին, պոռնիկներ էին բերում տարբեր ձևի եւ այլն, եւ հայ զորավարներ, մորավարները գնացին եւ գլուխները ամեն գիշեր մի 10-15 հոգու կտրելով գալիս էին, հենց այս մասին է, դրսի համակրանքները մեկ ընդունի։ Բաժանել խավերի հրամայող եւ կատարող սա պետք է լինի խելացին պետք է հրամայի աննասուն է 4 ղեկավարները որոնք նստել են եւ նրանց բոլոր թայֆեն դրանք կատարող պետք է լինեն ոչ թե նման կատարողներ այլ միգուցե դրանք լինեն փոսփորողներ ամեն մարդ պետք է իրական տեղը գտնի եթե իրական տեղը չունի եւ ընտրությունը դա ամենավատ բանն է, որ ընտրությունով ղեկավար են ընտրում, հենց դա բրուտի ցանկությունն է, որ ընտրությունով հիմարներին գնելով և մի քանի դավաճան լինելով ազգի մեջ կարողանում են իրենց ուզածը անել։ Սովորեցնել սիրել քո տեսակը, եթե դու քո տեսակը չես սիրում,
դու չես կարող այդ հայրենիքը փրկել կամ քեզ փրկել։ Երբ որ արտասահմանում, թեկուզ Հայաստանում դիտում ես, որ հայը հային է գցում, ոչ թե օտարին, լավ տղեն նա է, որ դրսից փող է բերում, բայց դրսին կզցնելով փող է բերում տուն, ոչ թե նա է, ով ներսի հայերից գողանալով, եթե 100 հոգու հասնում է $10,000, 10,000-ը դնում ես գրպանդ, մնացածին էլ ասում ձեզ էլ ոչ մի բան, ու ով է, դեմը դուրս է գալիս գնդակահարում, դա լավ տղա չի, ոչ էլ նա է լավ տղա, որ դրսում հային է թալանում, էդ էլ կա, էդ էլ է շատ, նորից նույնն է կանելու, խաչագողների հիշատակարանը նոր սկսվում, քո տեսակը հարատևում է միայն քո էթնոսը, եթե դու քո հողում չես, ոչ մի բան իր հողից են կողմ չի աճում, եթե նույնիսկ գնում եք ծաղկաբուծական խանութ, ասում եք պոմիդորի թուփ տվեք եւ պոմիդորին համապատասխան դու հող չես գնում, պոմիդորը նորմալ չի աճում, նույնն էլ դու չես աճի այդտեղ, լինել արդար եւ խոհեմ, եթե խոհեմ չես, եւ այս 3 տականքների կամ մնացածի նման ծաղրանք ես, դա ոչ մի լավ բանի չի բերելու, սահմանել մարդկային հարաբերությունների, եթե մարդկային հարաբերություններում սահման չկա եւ սահմանները խախտված են, այդտեղ պետություն լինել չի կարող, դա պետություն չի, դա տարածություն է, սորել տիեզերքը գոնե ամենատարական բանը, ինչ է իրանից ներկայացնում, բնությունը եւ չգրված օրենքները, որքան օրենքներ, որը խախտել չի կարելի, մարդ պատրաստելը ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը, դրա համար մենք պարտվեցինք, քանի որ մարդ չունեինք, եթե մենք ունենայինք, բացի այդ 5,000 զինվորը նաեւ մարդիկ, այդ զինվորական ղեկավարներ, կանայք, տղամարդիկ, հենց այդ զինվորների ծնողները, ովքեր թքած ունեին Նիկոլի վրա, ապա պատերազմը մենք չենք պարտվի, պատերազմը մենք պարտվեցինք, քանի որ մարդ չկար, մարդ չէր պատրաստվել, միայն այդ զինվորներն էին 5,000, Հայան ասում էր երկիր եւ երկիր մոլորակին էր ասում եւ հայոց հողին, քանի որ նա տեսավ, որ միայն այս հողում է հնարավոր, որպեսզի երկիրը, երկրագունդը փրկվի, միայն այս հողում եւ այս տեսակն է հնարավոր, որպեսզի հիշողությունը վերականգնվի եւ պարբերականությամբ կարողանա տանել մարդկությունը ոչ կործանման, իսկ դուք կործանեցիք մեր երկիրը, մեր հայրենիքը, այժմ երկու բառով ամփոփեմ ամենակարևոր մասը, որպեսզի հասկանաք, ԱԺԲ-ի հանրահավաքների ժամանակ, երբ որ մարդը անցնում էր թեկուզ կողքով, նիկոլականները նկարում էին եւ նրա փեսային, տղային, աղջկան, նույնիսկ խնամում կանչում, թե քու բարեկամը ինչ գործ ուներ այս միտինգին, գործից հեռացնում էին, նույնիսկ պաշտոնյա, կապիտան, ոստիկանության կամ զինվորականության թեկուզ ԱԱԾ-ի եւ այլն եւ այլն, եւ երբ որ Պապյանը բարձրացնում էր Վիլսոնյան Հայաստանի հարցը, Հայաստանի տարբեր քաղաքներ մտնելիս թեկուզ այս ազատության հրապարակում պետք է տեղ ու դադար չլիներ այստեղ, բայց հավաքվում էին, ամենաշատը 2,000, իրենց ասելով մինչև 4,000 մարդ, որը շատ քիչ է նման դեպքի համար, Կոկոլեի ելույթների ժամանակ նույնպես քիչ մարդ են հավաքում, հիմնականում տանում են նրանց եւ կրկնվում են այդ մարդիկ, որպեսզի Կոկոլի վրա հարձակում չլինի եւ տանում են այնպիսի մի տեղ, նախ շենքերը ստուգում են հեռվից, հետո որպեսզի հետևը շենք լինի, իրենք արդեն այս շենքերը ստուգել են, Նիկոլը այստեղ որտեղ էլ որ գտնվում է, դժվար է արդեն հեռվից Նիկոլին եւ նույնիսկ այս մասերում իրենք մարդ ունեն դրած, դրա համար այդպես են կատարում, ու Նիկոլին պետք էլ չի, որ շատ մարդ կա իր այդ
հանրահավաքների։ Ինքը գնում է դա, որպեսզի ցույց տա, որ տեսեք ես էլ եմ գնացել, բայց հիմնականում Կոկոլի Սամոնա, Կոկոլի այդ Նիկոլ կոչվածի հանրահավաքները կատարում եւ Դոդի Գագիկը։ Երկուսի հանրահավաքների ժամանակ մի ստադիոնի չափ մարդ է հավաքում ամեն քաղաքում, ամեն ռայոնում։ Ինչի համար։ Քանի որ Նիկոլի նկարիչները այլևս չեն արգելում, որպեսզի այստեղ գնալ։ Եթե չեն արգելում, այսինքն Կոկոլի Սամոնում մարդն է, ճիշտ էլ գրված է Կոկոլի Սամոն։ Կոկոլի Դոդիկը ում մարդն է։ Կոկոլի Դոդիկը։ Դե սրանից հետո եթե պետքա խոսակ, թե ես ինչեր եմ ասում, ես ոնց եմ ասում, մի հատ մտածեք, հետո իմիջիալոց նաև քաղցր շաքարով ջուր խմեք առավոտները, որպեսզի հիշողություններդ վերականգնվի եւ ամեն ինչ կարողանաք հիշել եւ կարողանաք վերլուծել։ Եթե չեք կարողանում վերլուծել, փող եք վերցրել եւ պետքա հիմար բաներ գրեք, անհարմար է, տարիքներից դամաչել, հայրենիք են կորցնում, ու այսօր այս տականքը նորից դուրս է եկել, ոչ թե այս տականքը մենակ, իբր միլիարդ հատերանա կփրկի Հայաստանը, փրկողը իրեն կփրկեր, երբ որ իբր Նիկոլը բանտ էր նստեցել, 7 ամսվա մեջ իր կիլլերները 1000 հոգի կբերեր այդ գումարով, 4 միլիարդ դոլարով, կբերեր կլցներ Հայաստան, Նիկոլին էլ, նիկոլականներին էլ վաղուց գետնին փռած կլինեին։ Հասկացաք հիմա այս կեղտոտ խաղի իմաստը, այսքանը։